Դուք մասնակցում եք ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, կասեք ինչի մասին էր այս անգամ շփումը։ Շնորհակալություն հրավերի համար, ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաև լրագրողների, փորձագետների տարբեր ոլորտների, այսինքն այս անգամ ուրիշ կազմ է։ Ոչ թե ուրիշ, այլ ընդարձակված։ Այսինքն կա նախաձեռնող խումբ, հնգական հոգի Հայաստանից եւ Ադրբեջանից, մենք հանդիպել էինք դեռ հոկտեմբերին, նոյեմբերին Երևանում եւ Բաքվում։ Այդ մշտական կազմը։ Այդ մշտական կազմն է, հիմնադիրներն են, այսպես ասենք, նախաձեռնության խաղաղության կամուրջ, բայց արդեն անցած տարվա հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ ազդեցություն ունենալու եւ արդյունավետ լինելու համար մեր անհրաժեշտ է ընդլայնել կազմը, հրավիրել արդեն ոլորտային մասնագետներին եւ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ փաստորեն Ծաղկաձորում առաջին ընդլայնված հանդիպումը տեղի ունեցավ, հիմա սպասում ենք, երբ կպայմանավորվենք պատասխան այցի մասին։ Այսինքն 40 հոգի էր նախատեսված, ընդամենը 1 հոգի Ադրբեջանից չկարողացավ ընտանեկան պատճառներով միանալ, եւ դա նշանակում է, որ մենք նաեւ մտել ենք ոլորտային դաշտ արդեն, ոչ միայն խոսում ենք քաղաքական համատեքստի մասին, խաղաղության պայմանագրի, սահմանների, հաղորդակցությունների ապաշրջապակման, այլ նաև ավելի նեղ խնդիրների մասին, ինչպիսին են լրատվամիջոցների աշխատանքը, ինչպիսին են տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք շատ կարևոր են, քանի որ ողջ հետքեր են թողել պատերազմները մեր հասարակությունների վրա։ Խոսում էինք բնապահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին։ Առայժմ կարելի ասել, որ դա կարծիքների փոխանակում էր կամ փորձի փոխանակում։ Կարծում եմ, որ դրանից կարելի է բխեցնել արդեն նաև կոնկրետ ուղղություններով նախաձեռնություններ, ծրագրեր եւ արդեն կարծում եմ Բաքվի կամ Ադրբեջան այցելելու ժամանակ ավելի կոնկրետ կլինի այն ծրագիրը, որը փորձել ենք իրականացնել։ Իսկ եթե հակառակ կողմից դիտարկենք, կան հարցեր, որոնցից խուսափում են կողմերը։ Չկան այդպիսի հարցեր, այսինքն քննարկվում է ամեն ինչ, ադրբեջանական կողմ։ Չկան այդպիսի հարցեր, քննարկվում է ամեն ինչ, քննարկվում է անսպասելիորեն բաց եւ անկեղծ, բայց դա չի նշանակում, որ կա ընդհանուր կարծիք, ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Բայց արդեն այն, որ կարծիքների եւ մտահոգությունների փոխանակում տեղի ունեցել, ես կարծում եմ հույս է տալիս, որ նաեւ այդ առայժմ հակասական վերաբերմունք ենթադրող ուղղությունների առումով մենք կարողանանք ինչ-որ տեղից շարժել հարցը։ Օրինակ, Ադրբեջանի նախագահը ասում է 3 կարծեմ, թե առաջի օր այդ հայտարարությունը չուներ, կլինի սահմանադրական փոփոխություններ Հայաստանում, կլինի խաղաղության պայմանագիր։ Այս մասին ինչ են մտածում ադրբեջանցիները։ Նրանք ընդհանրապես կրկնում են այն, ինչ ենթադրում է պաշտոնական տեսակետը, մանավանդ որ համարում են, որ դա քաղաքացիական հասարակության կամ այլ մասնագետների լուծվելիք հարցը չէ։ Դա պետք է լուծվի ամենաբարձր քաղաքական մակարդակով, բայց դա չի նշանակում, որ չեն քննարկվում այլ տարբերակներ, որպես հավանական զարգացում գործընթացների, օրինակ ես ասեմ իմ դիրքորոշումը, որը հնչեցրել եմ եւ որը ընկալվել է գործընկերների կողմից, դա նա է, որ եթե մարտին հրապարակվում է սահմանադրության նախագիծը, որտեղ Ադրբեջանին անհանգստացնող եւ ակնհայտորեն տարածքային պահանջներ պարունակող դրույթ կա, թեև դա սահմանադրական նորմ չի, ըստ պետք է հասկանալ, որ այդ բացատրությունը ընկալելի է Ադրբեջանում։ Ընկալելի է, պատկերացրեք, որ ընկալելի է։ Բայց այդպես ամեն դեպքում խորհրդանշական կարևոր դեր դա խաղում է։ Այսինքն եթե հղում է կատարվում մի փաստաթղթի վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի մաս, բնականաբար դա չի կարող հանգիստ թողնել
ադրբեջանցի մեր գործընկերներին, որոնք համարվում էր, որ այդ առումով թողնենք մարդկանց վերադարձի իրավունքը, դա միանգամայն այլ հարց է, բայց որ պաշտոնական մակարդակով խնդիրը լուծվել է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի մաս է եւ դա ճանաչվել է պետությունների կողմից եւ եթե այդպես է, ուրեմն հղումը սահմանադրությունում անկախության հռչակագրին տեղին չէ։ Եվ կարծում եմ, որ եթե հրապարակվի նախագիծը, որտեղ այդ անհանգստացնող դրույթը խմբագրվի եւ դրանից հետո տեղի ունենան խորհրդանական ընտրություններ, իսկ մենք գիտենք, որ խորհրդանական ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերը նաև իրենց դիրքորոշումը սահմանադրության նկատմամբ պետք է արտահայտեն եւ եթե համապատասխանաբար հաղթում է այն ուժը, դա մեկն է թե միգուցե ելի ուժեր կլինեն, որոնք կմիանան այդ մոտեցումներին, եթե այդ ուժը հաղթում է ընտրություններում, դա արդեն ունի նույն կշիռը, ինչ որ հանրակրվե եւ սահմանադրության շուրջ։ Այսինքն Հայաստանի հասարակությունը պաշտպանում է այդ գաղափարը եւ այդ դեպքում կարծում եմ ինքը սահմանադրության շուրջ բոլոր զարգացումները դառնում են ներքին գործ Հայաստանի, որտեղ Ադրբեջանի մտահոգությունների հետ կապված հարցը կարելի է լուծված համարել։ Եվ դա մեզ կամ հանում է կաշկանդվածությունը մեր ընդհանրապես սահմանադրության նկատմամբ վերաբերմունքի։ Ես բերեմ միգուցե պարզունակ օրինակ, եթե ինձ որպես մեդիա ոլորտի ներկայացուցիչ մտահոգում են խոսքի ազատության հարցերը, եւ ես չեմ տեսնում դրանց համարժեք արձագանքը սահմանադրությունում, արդյոք խաղաղության համար ես պետք է գնամ իմ սկզբունքներին հակառակ եւ ամեն դեպքում քվեարկեմ սահմանադրությանը։ Այդ կաշկանդվածությունը կարծում եմ պետք է հանվի, թե չէ սահմանադրության հանրակրվեն, ոչ թե սահմանադրության հանրակրվե կլինի, այլ մեկ ուրիշ բան։ Եվ ես կարծում եմ դա անառողջ զարգացում կլինի եւ դա է պատճառը, ինչու փորձելու ենք համոզել մեր ադրբեջանցի գործընկերներին, որ պետք չէ այդքան փչացնել մեր սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Ես մի քիչ միգուցե վուլգար բառ օգտագործեցի, Ես չեմ բացառում, որ այդ մոտեցումը տեղ կհասնի։ Բայց մինչև մեր խորհրդանական ընտրությունները մենք դրա մասին չենք իմանա։ Ինչ են մտածում ձեզ այդ շփված ադրբեջանցիները արևմտյան Ադրբեջան եզրույթի մասին։ Դե գոնե այն մարդիկ, որոնք եկել են, իսկ դրանք որքան էլ կարելի է կազմը հաստատված համարել պաշտոնական կառույցների կողմից, քանի որ պաշտոնական կառույցները, ինչպես գիտենք, կոնկրետ այդ գործընթացին նպաստում են։ Ամեն դեպքում դրանք բոլորը պաշտպանում են այսօրվա օրակարգը հարաբերությունների նորմալացման։ Եվ քանի որ այդ օրակարգը ենթադրում է տարածքային ամբողջականության պահպանում, չմիջամտություն ներքին գործերի մեջ եւ ուժի կիրառման բացառում, դա նշանակում է, որ հարցը, որը կապված է զուտ մարդու իրավունքների հետ, պետք է լուծվի այն ժամանակ, երբ որ մեր երկրները պատրաստ կլինեն նաեւ մարդու իրավունքները կիրառել հարևան երկրի քաղաքացիների նկատմամբ։ Դա կարծում եմ երկար process է, բոլորը հասկանում են եւ դա նշանակում է նաեւ, որ որքան էլ Արցախի մեր հայրենակիցները անգամ իրավական առումով ունեն ավելի շատ հիմքեր խոսելու վերադարձի մասին, բայց կոլեկտիվ վերադարձի հարցը կամ վերադարձի կոլեկտիվ իրավունքի հարցը այսօր չի կարող քննարկվել։ Դա կարող է դիտարկվել միայն ազատ տեղաշարժի, մարդու իրավունքի այլ սկզբունքների կատարման համատեքստում։ Պես որ գոնե մեզ համար, որքան էլ մենք անդրադարձել ենք զուտ քարոզչական մակարդակով այդ արևմտյան Հայաստան եզրույթի օգտագործմանը, որ դա ավելի շատ, ինչպես ես նշեցի, քարոզչական նշանակություն ունի, այլ ոչ թե պրակտիկ
հարաբերությունների համար։ Ադրբեջանական կողմը ընդունում է, որ մեր սահմանի որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորը գտնվում է հայկական տարածքի վրա։ Այո։ Այսինքն մարդիկ գիտեն իրողությունները, այնպես չի, որ աչք են փակում իրողությունների վրա, բայց քանի որ նաև կա դրա պատասխանը, որ կան տարածքներ նաև ադրբեջանական, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության տակ, թեև նրանք շատ ավելի փոքր տարածքներ են, բայց քանի որ այդ հարցերը կան առանց սահմանազատման գործընթացի, դրանք լուծում չեն կարող այսօր ստանալ։ Մենք իհարկե կուզենայինք, որ լիներ ավելի կառուցողական վերաբերմունք, որպեսզի գոնե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, ունենային լուծում դեռ մինչև սահմանազատումը, բայց հաշվի առնելով հարցի ամբողջ պատմությունը եւ հաշվի առնելով այն առճակատումը, որը գոյություն ուներ 22-23 թվականներին, երևի առանց սահմանազատման այդ հարցի լուծումը իրատեսական չէ։ Չեմ կասկածում, որ գերիների խնդիրը նույնպես արծարծվել է ձեր հանդիպման։ Բնականաբար եւ այստեղ մոտավորապես նույն վերաբերմունքը կա, ինչ սահմանադրության հանդակվեին, կա արդեն պաշտոնապես արտահայտված դիրքորոշում եւ այդ դիրքորոշումը դժվար թե փոփոխության ենթարկվի մինչև խորհրդանական ընտրությունները։ Եթե խորհրդանական ընտրությունները կլինեն ազդակ, որ գործընթացը անշրջելի է, կարող են լինել որոշ քայլեր, թեև ես մի փոքր հույս ունեմ, որ Ադրբեջանում պահվող եւ դատապարտված անձանց նկատմամբ ինչ որ տեղաշարժ կլինի վաղը, երբ կայանալու է խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ ճիշտ հանգամանք է այս դեպքում։ Կար որոշակի ոգևորություն Վենսի այցի ժամանակ Ադրբեջան։ Այո, եւ կան, ես կասեի, բացի ոգևորությունից նաև որոշ անառողջ զարգացումներ, որոնց պետք է եւ փորձագետները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորինս շատ ուշադրություն դարձնեն, այսինքն եւ Հայաստանում է դա զգացվում եւ Ադրբեջանում առավել եւս ներկայացնել Վենսի այցը որպես հենց իրենց երկրի կամ միայն իրենց երկրի համար այդպես դրական փոփոխություն եւ քայլ, որ Վենսը եկել էր, ասենք ադրբեջանական նարատիվը գնում հասկանալի է։ Ադրբեջանում հետեւյալ նարատիվն է, որ Վենսը առաջին հերթին եկել է Ադրբեջանի համար, դա ձեռքի հետ նաեւ մտել է Հայաստան, որպեսզի նաեւ աջակցի Նիկոլ Փաշինյանին, ընտրություններից առաջ, բայց հիմնական ծրագրերը եւ հիմնական հետաքրությունը դեռ դա հիմնականում Ադրբեջանի նկատմամբ է։ Մոտավորապես նման բաներ մենք տեսնում եւ լսում ենք։ Մեզ մոտ ես կարծում եմ դա լուրջ չէ։ Եկեք իրատես լինենք եւ հասկանանք, որ ամեն երկու երկրների նկատմամբ էլ կա հետաքրություն, բայց այդ հետաքրությունը կարող էր բավարարվել ԱՄՆ-ի առանց փոխնախագահի այցի։ Քանի որ այն հարցերը, որոնց մասին գնում էին խոսակցությունները, կարելի է ավելի ցածր մակարդակով լուծել, պայմանավորվել եւ գնալ առաջ։ Եվ ես առաջին հերթին Վենսի այցը գնահատում եմ որպես ուղերձ, որ կան ծրագրեր, որոնք մեզ հետաքրում են ձեր երկրներում, բայց այդ ծրագրերը կիրականացվեն այն դեպքում, եթե դուք հետևողականորեն գնաք հարաբերությունների նորմալացման ճանապարհով։ Այսինքն Վաշինգտոնը նույն հեռավորությունն է պահպանում եւ Բաքվի եւ Երևանը։ Եվ այո, եւ մոտիկությունը եւ հեռավորությունը, այո, այսինքն եւ ցույց է տալիս, որ փոխկապակցված են անմիջապես, հա, այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք օրակարգում են, փոխկապակցված են խաղաղության օրակարգի հետ։ Եվ դա կարևորը շատ կարևոր է։ Եվ հենց դրա կարծում եմ վրա պետք է շեշտը դնել, այլ ոչ թե ում է ԱՄՆ-ն ավելի շատ սիրում։ Այ ձեր ասացի հանդեպ կա մի շատ վտանգավոր մոտեցում,
որ խաղաղության օրակարգը ուղիղ թույլ տվեք այդ բառը օգտագործել պատանտն է թրիփի նախագծի կլինի նա կլինի այդ օրակարգը չի լինի նաև օրակարգ Ну կա այո այդպիսի բան քանի որ մեղրի այդ հատվածի երկաթուղու հատվածի մասը դա ինչ որտեղ ինդիկատոր է արդյոք կողմերը լուրջ են տրամադրված ընդհանրապես հարաբերությունների նորմալացման համար այստեղ Ադրբեջանը ունի համոզվելու բան որ Հայաստանը իրոք կկատարի անհրաժեշտ աշխատանքները եւ հնարավորինս արագ այդ ճանապարհը կշահագործվի Հայաստանն էլ ունի այստեղ շատ հստակ հարց մտադրությունների առումով արդյոք մեղրիով Նախճիվան ճանապարհը կառուցելուց հետո այն կշարունակվի Հայաստանի տարածքով Առանց այդ որոշման ես կարծում եմ մենք էլ հիմքեր ունենք կասկածելու անկեղծության մեջ որ հաղորդակցությունների ապաշրջապակումը դա լայն սկզբունք է այլ ոչ թե փոքր հարցի լուծում Ադրբեջանը միացնել Նախճիվանի էքսկլավի հետ Այսինքն ադրբեջանցիները չեն էլ թաքցնում որ հետաքրքրված են մեր ներքաղաքական գործընթացներով Միանշանակ համարում են այո որ այն օրակարգը երկկողմանի հարաբերությունների որը հիմա կա եւ նույնիսկ արձանագրված է նախաստորագրված փաստաթղթում որ դրա կատարումը այդ օրակարգի կապում են ընտրությունների արդյունքների հետ Ներքաղաքական խմորումներ կան նաև Ադրբեջանում, ես չգիտեմ դրանք ինչքանով են իրական եւ անիրական այդպիսի հարցեր շոշափվում են, օրինակ իշխանությունը զավթելու Նայած ինչ նկատի ունեք ռուսական հետ կա այդ ամենում Շոշափվել են իհարկե վտանգները, որոնք կարող են լինել դրսից, առաջին հերթին Ադրբեջանի պարագայում Ռուսաստանից եւ Իրանից քննարկվել է նաև այն, որ ադրբեջանական հասարակությունում շարունակում են մնալ այնպիսի հատվածներ, որոնք այդքան էլ ոգևորությամբ չեն ընդունում այս գործընթացը եւ կարելի է երևի նաև վերլուծելով լրատվամիջոցները Ադրբեջանի բաժանել հասարակությունը 3 խմբի։ Մեկ խումբը համարում է, որ ռևանշը դեռ չի կայացել Ադրբեջանի կողմից, որ դեռ հարցեր ունեն լուծելու Հայաստանի հետ եւ կա խումբ, որը ասում է, որ հայերի հետ պարզապես պետք չի գործ ունենալ, ինչին հասել ենք, հիմա պետք է պատ կառուցել եւ փոսփորել, որտեղ պետք է կողորտիլոսները ուրեմն ցանկացած կապերը բացառեն, հա, երկու երկրների միջև եւ կան մարդիկ, որոնք համարում են, որ կարելի է ժամանակի հետ դառնալ նորմալ հարևաններ։ Այդ 3 սեգմենտների մեջ հիմա գնում է այդպես քողարկված պայքար կամ բանավեճ եւ կոնկրետ եւ պրակտիկ գործեր են պետք, որպեսզի այն սեգմենտը, որը կողմնակից է հարաբերությունների նորմալացման, դառնա ավելի մեծ։ Եվ այս կապերը, այս հանդիպումները նաև դրա համար են։ Այստեղ կա մի բացառություն, որ այդ 3 սեգմենտները կառավարում է վերջում մեկ ուղեղ։ Ես կասեի, որ մեկ ուղեղ սպասարկում է բոլոր 3 սեգմենտները։ Այսինքն այդ մեկ ուղեղը չի ցանկանում, որպեսզի իրեն ընկալեն որպես ընդհանրապես մեկ սեգմենտի առաջատար։ Քանի որքան էլ մենք խոսենք Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակի մասին, Ադրբեջանի ղեկավարությունը միշտ կարևորել է հասարակական կարծիքը, քանի որ այդ միահայծան կամ ավտորիտար կառավարումը հենվում է նաև ժողովրդի կողմից աջակցության վրա։ Թեև համապատասխան ինստիտուտներ, մեխանիզմներ, ընթացակարգեր, որոնք բնութագրում են ժողովրդավարությունը չկան, կամ շատ թույլ են զարգացած, բայց ամեն դեպքում հասարակական կարծիքը կարևորագույն դեր ունի նաև այնտեղի որոշումների կայացման վրա։ Միանգամից ասեմ, ինչ չէր քննարկել, երևի հայկական լրատվամիջոցներում էլ այդ թեմաները կան կամ գոնե սոցիալական ցանցերում, դա ընտանիքի ներսում Ալիևի եղած
խնդիրներն են կապված որդու եւ իր ամուսնության հետ, այդպիսի հարցեր չեն քննարկել, միանգամից ասեմ։